Եթե Աստված չկա, ապա ում չեն հավատում աթեիստները։ Ես Եգոր Գլումովն եմ եւ մենք սկսում ենք երեկոն Շանթում։ Այսօրվա մեր գլխավոր հերոսը հիանալի անձնավորություն է։ Լրագրող, մեկնաբան, վավերագրական ֆիլմերի հեղինակ եւ վերջապես, այս վերջերս այս մարդը իր մեջ բացահայտել է գրողի տաղանդը։ Գրողը տանի Արտյոմ Երկանյան։ Արտյոմ, իմիջիայլոց ես Արտյոմի հետ կարող եի հանդիպել առաջին անգամ 89 թվականին Գիլանի համերգին։ Հաստատ նույն տեղում եղել ենք։ Բոլորս եղել ենք այդ փոքրիկ վայրում, որը կոչվում էր Համալիր։ Առհասարակ ռոք երաժշտությունը Եվանից է սիրում եւ ինչու։ Սկսենք տեղից։ 15 տարեկան եմ երևի, երբ իմ հասակակիցների զգալի մասի հետ նույն ձևով տարված էի, հա, նույն Ֆլոյդ, նույն Զեփելին բնականա, դու ես դրանով անցել, պարզապես մի քանի տարի ավելի ուշ։ 2 տարի քեզանց ավելի ուշ, մի ցիկլ, այսպես ասած, ինձ գիտես ինչն է զարմացնում, Արտյոմ։ Լավ, բա ինչ եղավ մեր ազգի հետ, որ բոլոր այդ մարդիկ, որոնք որ 70-ականներին, 80-ականներին սիրում էին ռոք, ջազ, որակյալ պոպ երաժշտություն ու հիմա։ Կարծում եմ ոչինչ չի փոխվել, պարզապես այն մյուս երաժշտությունը լսողներին սկսել են հրամցնել իրենց սիրած երաժշտությունը չարգելված հարթակներում։ Ինձ թվում է լուծումը պատճառը դա է։ Եթե առաջ այդ մարդիկ այդ նույն որակի երաժշտությունը լսում էին, բայց իրենց տանը, ապա այսօր իրենց այդ երաժշտությունը հրամցնում են հեռուստաեթերում, ռադիոյում, ամենուր։ Եվ դա է պատճառը, որ տպավորություն կա, որ իրենք ավելի շատ են։ Ինչ լավ է, որ կա Շանթ հեռուստաընկերությունը, որը որ հրամցնում է լավ եւ որակյալ երաժշտություն։ Արտյոմը չի եկել դատարկ ձեռքերով, քո գիրքն է, Զակոն վրա, որը որ հենց նոր տպագրվել է, թարմ տակ բերել ես հյուրերին նվիրելու համար։ Քեզ նվիրել եմ դրա համար ես ունեմ, այո, ուրեմն կարդացել եմ, խորհուրդ եմ տալիս, վաճառվում է, անպայման կարդացեք եւ բացահայտեք նաեւ Արտյոմ Երկանյան գրողին։ Այսօր փորձենք բացահայտել։ Գրող չեմ, ես պատմություն եմ պատմում։ Լավ, Արտյոմ Երկանյան պատմություն պատմում, բայց դու պատմությունները անդադ պատմում ես։ Դե հետո հիմա նոր ձև եմ գտել պատմությունը պատմելու։ Ահա։ Արտյոմ, շատերը գիտեն, որ դու ավարտել ես Բրյուսովի անվան ինստիտուտը։ Իմիջիայլոց ասեմ, որ Բրյուսովի անվան ինստիտուտը եւ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը կարծես թե դարձել են այսպես դարբնոց բավականին հայտնի եւ հաջողակ մարդկանց համար։ Ինչու՞ է ֆենոմենը եւ հələ հիշի ինչքան հայտնի մարդիկ են ավարտել Բրյուսովի ինստիտուտը։ Բասի Մալխասից մտքից ոչ մեկ չի գալիս։ Թոխատյան Լևոնն է գալիս, ճիշտ է։ Միքայել Պողոսյան, Սերգեյ, Նարեկ, դու, իմ սիրելի տիկինս։ Դե չէ, համոզեցիր։ Ինչու՞ն է ֆենոմենը։ Դժվար է ոչ մեկը դասախոս չդարձա կարծես թե։ Ոյ, Աստված մի արածցե, հաստատ դա իմ բանը չէր, թեև այդ կրթությամբ իսկապես ռուսաց լեզվի եւ գրականության դասատու եմ ես բարձվում, ահա։ Դու Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, խնդրեմ։ Դե ուրեմն իսկապես դա օրինաչափություն է, պատճառների մասին խոսել չեմ կարող, բայց օրինակ քո շնորհիվ ես բացահայտեցի, որ իսկապես կա նման օրինաչափություն։ Որ իսկապես Բրյուսով ինստիտուտը նաեւ դարբնոց է։ Արտյոմ, քանի հոգի եք տղաներ խմբում, կուրսում, աղջիկներն են շատ։ Դե բնական է, գեղեցկուիներով շրջապատված է։ Գիտես, քանի որ ես 16 տարեկանից աշխատել եմ արդեն լրատվամիջոցներում եւ միշտ համատեղել եմ ուսումը առնվազն 2 տեղ աշխատելու հետ, ես, հա, այդ ժամանակ կոմեդիտական մամուլում էի դասել։ Ես թեև դասերը ձգտում էի շատ բաց չթողել, բայց շատ քիչ հիշողություններ են ինձ մոտ մնացել ինստիտուտից։ Եւ աղջիկները քեզ այդքան չեն հետաքրքրում։ Աղջիկները ինձ միշտ են հետաքրքրել։ Տիկինդ լսում է։ Ինչ վատ բան ասեցի։ Չէ, հիմա ուզում ասեմ, որտեղ մենք ես եւ Արտյոմը մի անգամ մի հատ այնպիսի բոց ենք արել, որ չէ, դրա մասին եթերում չես պատմել, չէ։ Այո, անմոռանալի բոց է, չնայած եթերում է եղել այդ բոցը։ Ուղիղ եթերում ռադիոյի։ Դրա համար եմ ասում, աղջիկները հետաքրքրել են միշտ եւ դու առողջ միջավայրում, այսպես ասած, բնական է, բայց կնոջս գտա բոլորովին այլ տեղ։ Այլ վայրում։ Ինչպես գտար կնոջդ։ Ինչով նրան գրավեցիր։ Ես շնորհակալ եմ մամուլին նաև մամուլ, ոնց որ ասած շնորհակալ եմ մամուլին։ Թերթերից մեկի խմբագրությունում հանդիպեցի իմ ապագա տիկնոջը։ Մամուլ ոնց որ ինչ որ Ասորիստանի աստվածների կամ Բաբելոնյան աստվածների։ Աստվածների մասին ես վերջերս շատ եմ գրում ու խոսում, դու գիտես։
Մամուլ, տես ինչ։ Կին ասված է թե տղամարդ։ Մամուլը։ Ես տղամարդ կպատկերացնեմ։ Մամուլ, շնորհակալություն մամուլին, որ Արտյոմ Երկանյան նաև գտավ իր միակ եւ անկրկնելին, որի հետ արդեն տասնյակ տարիներ կողքով 27 տարի արդեն։ Արծաթե հարսանիքը արդեն 2 տարի անց։ Առաջ անցել է։ Արտյոմ, մի քիչ խնդրում եմ, ինձ միշտ հետաքրքրել է դա, այդ հարցը քեզ երբեք չեմ տվել։ Մի քիչ պատմի Երկանյանների մասին, որտեղից է ծագումով եւ ինչի այդքան հետաքրքիր ազգանում Երկանյան։ Անի բարբառով երկան նշանակում է բոյով, հասակով, բարձր, հա, երկար։ Քո մասին է, էլի։ Ես չէի ասում։ Ենթադրում եմ իմ նախնիներից մեկը իսկապես հասակով է եղել, բոյով է եղել։ Էրզրումցի են, կառնեցի են մերոնք, բայց ենթադրում եմ, որ ավելի խորը արմատները անիից են, թեև կա նաև վարկած, որ Խարբերդից են տեղափոխել Կարին, այնուհետ պապս գաղթել է առաջին այդ ջարդերի ժամանակ Թիֆլիսից Մոսկվա, իդեպ Մայակովսկու հետ մի կուրսում են սովորել իրար։ Մայակովսկին հայրիկը աշխատում էր Քութայիսի ուրեմն անտառապահությունում եւ Մայակովսկին ծնվել է Վրաստանում սիրելիներս։ Չէ, բայց իրանք ծանոթացել են Մոսկվայում, իդեպ հետարքիր պատմություն ա եղել իրանց միջև։ Քանի որ պապիկս ռուսերեն վատ էր խոսում ու նաեւ այդ ջարդի ժամանակ այդ գաղթի ճանապարհին լսողություններ գրեթե կորցրել։ Իրենք ինտեղ ուրեմն այդ համալսարանում շալապինի տոմսեր էին բաշխում, բայց քանի որ ընդամենը 10 տոմսեր իսկ 100 ուսանող, ուրեմն այդ վիճակահանության բանով, ու հերթական անգամ պապիկը 0 է քաշում ու Մայակովսկին մոտենում է, ասում է, ну что, не повезло опять коллега։ Իսկ պապս չգիտեր կալեգա բառը, բայց գիտեր կալեկա բառը։ Եվ իրանց թվաց, որ Մայակովսկին իրան վիրավորում, հա։ Պապուս բոյը երևի 1.60 էր, Մայակովսկու բոյը 200։ Մի հատ լղկել է Մայակովսկու։ Պապիկը ծեծել է Մայակովսկուն։ Չի ծեծել, խփել է։ Հետո թե ինչ ա եղել, արդեն կարող ենք պատկերացնել, որովհետեւ Մայակովսկին առնվազն մի 100 կիլո, մի 50 կիլոյով ավելի ծանր էր իրան։ Փաստորեն, մի քանի շաբաթ առաջ այստեղ Նարեկ Դուրյանն էր, որը պատմեց մի շատ հետաքրքիր պատմություն, որը կապված էր Պարուշ Սևակի հետ։ Մեկ ձեռքրվել են։ Չէ, Պարուշ Սևակի պատճառով Նարեկ Դուրյանի հայրիկը իմացել է, որ Նարեկ Դուրյանը հայկական դպրոցում չի սովորում։ Պրոբլեմ ունի։ Շատ ծիծաղալու պատմություն է, խորհուրդ եմ տալիս, եթե չեք դիտի, անպայման YouTube-ում դիտեք այդ հատվածը գոնե։ Իսկ հիմա դու պատմես, որ քո պապիկը հարվածել է Մայակովսկուն։ Պատկերացնում ես։ Տեսնես Մայակովսկին ինչ բանաստեղծություն ա գրել դրանից հետո։ Ես իրա փոխարեն կլռեի այդ թեմայի մասին, այլևս չէի պատմի ոչ մեկի։ Կամ մի շաբաթ ոչ մի բան չի գրել։ Մայակովսկուն մի շաբաթ լռեցրել է պապիկը։ Արտյոմ, տասնյակ հետաքրքիր եւ զավեշտալի պատմություններ կան միայն իմ ու քո հետ կապված։ Ախր ցավոք իմ ու քո պատմությունները եթերային այդ բաների մասին հանրայնացնել չարժի։ Բայց եթերային են բոլորը, չէ՞։ Չէ, ասի, չէ։ Չէ, ոնց չէ։ Չէ, եթերում եղել են, դե բայց դաղուղի եթեր։ Եթերում են տեղի ունեցել մի անգամ։ Այն ժամանակ այդքան խիստ չէր օրենքը։ Լսի, բայց չէ, վերջի բանի մասին հիմա դրա բառը անեստեզիոլոգի մասին։ Դե դրա մասին դեպի կարելի է։ Հա, վերջերս էր։ Մենք չենք մեղավոր, որ անեստեզիոլոգ հայերեն հենց այդ բառն է, էլի։ Ինձ Արտյոմը հրավիրել էր եթերի ինչ ուրիշ թեմայով, թե ինչի ես սկսեցի անեստեզիոլոգիան քաղաքական։ Դու ասում ես, որ պետական գործիչները պետք է կարողանան ոչ պոպուլյար քայլերով, նույնիսկ եթե այդ պահին թվում է, որ մարդկանց վնաս են հասցնում, բայց բարին ուրեմն աչքի առաջ ունենալով։ Ու համեմատեցիր պետական գործիչներին այդ անեստեզիոլոգների հետ, թե եւ արդեն հասկանում ենք, հա, անեստեզիա ստացող մարդը խեղճ ով է, այն խեղճ անեստեզիա տվող մարդը ով է, հա, ու այդ ամբողջը եթերում հնչեց այդպես։ Հա, բայց Արտյոմ, բայց ասեմ YouTube-ում, գիտես քանի միլիոն, քանի 100,000 դիտում ունեցավ այդ հաղորդումը։ Արտյոմ, ես ուզում եմ ասեմ, որ բացի դրանից, որ այդպիսի բաներ ա քո տեղի ունենում, դու միշտ դրանից հետո այն ստենդափերները հայտնի հիմա որ անում են, այնտեղ կա բանաձև, լավ կատակի։ Այսինքն դու ինչ որ բան ասում ես, ուրեմն սպասում ես մարդկանց արձագանքին, որ արդեն բոլորը մեռնում են, ու դրանից հետո մի հատ էլ դաբիտ ա գալի։ Արտյոմը միշտ այդ դաբիտը գալիս է, որովհետև ես առանց մտածելու ասեցի, թե անեստեզիոլոգը ինչպես է հայերեն, իսկ Արտյոմը սկսեց փրտկալ։ Ու փորձեց այդ ամեն ինչը սանրել, բայց դա չստացվեց։ Բայց ես ընտրում մի քանի բան պատմել, այն հայտնի Վանի քաղաքապետը, բայց էլի այդ շարքից։ Հա, բայց կա չէ, բա հիմա դա եթերում եղել է։ Եթե չեմ սխալվում, Վանի նահանգապետն էր ինքը, անունն էր հաստատ վստահ։ Այո, հաստատ։ Անունն էր Մունիր Քարաօղլու։
Մունիկ եթերում ես մեկնաբանելիս զրուցակցից հաղորդավարին պատմում եմ եւ այդ անձնավորության անվան եւ ազգանվան տառերը հակառակն եմ ասում, հա։ Մեն եւ քեն տեղերով փոխում են։ Եթե տեսա զարմացած հաղորդավարի դեմքը, երևի ճիշտ կլիներ անցնել գնար, բայց ես ասացի, չէ, կներեք, հակառակը ու ասացի հակառակը։ Որպեսզի շեշտը դնեմ հեռուստադիտողի ուշադրությունը գրավեմ երևի։ Չէ, հնարավոր է չնկատել հեռուստադիտողը։ Մի անգամ ես ուղիղ եթերը տենց զավեշտալի այո Արտյոմ իսկ հիմա ես ուզում եմ որ դու պատմես վերհիշես քո արկածները Շվեդիայում երկու արկած կա որը որ ես հաստատ գիտեմ երբ որ քեզ կանչել են եւ դու փորձել էիր ասել էիր որ դու լրագրող ես ինչպես է դա շվեդերեն եւ երկրորդ պատմությունը կապված կովի ոտի հետ կովի ոտը Գերմանիայում է գերմանական եւ շվեդական Գերմանիայում պատմի մենք պատվիրակություն էր հայ եւ վրացի լրագրողների հյուրընկալում էր Գերմանիայի արտգործնախարարությունը ու բավական շքեղ ընդունելություն էր մեզ Քյոլնում ընդունում էին հրավիրել էին մի շատ հին ու հայտնի ռեստորան, որը կարծեմ 16-րդ դարից մինչ օրս գործում է, եւ մեր ուղեկցողը, որը Գերմանիայի արտգործնախարարության աշխատակից էր, ասաց դուք մտեք պատվիրած է տեղը դահլիճա պատվիրած ասեք արտգործնախարարության հյուրերն եք ես կդիմավորեմ Բունդեստագի падգամավոր պարոն Շպերլինգին եւ մենք կմտնենք մտեք եւ պատվիրեք ասում այստեղ արդեն 400 տարի է ինչ մատուցում են այդ ճաշատեսակը ինքը շատ հայտնի է կոչվում է կովի ոտ պատվիրեք ես հիմա կգամ դիմավորեմ դե մենք իջանք ասեցին հա ձեր դահլիճը պատվիրված է համեցեք ինչ եք պատվիրել ասեցինք դե 14 կովի ոտ դե մենք 14 հոգի էինք մատուցողը հարցրեց դուք վստահ եք ասեցինք հա ասում այսինքն դուք էլի հյուրեր ունեք ասեցինք հա էլի հյուրեր ունենք ինչ չէ պարզապես ես պետք է նորից հարցեմ դուք վստահ եք ասենք հա 14 հոգի ենք 14 հատ կովի ոտ կոչվող ճաշատեսակից մեզ բերեք բարի եկավ այդ մեր ուղեկցողը այդ падգամավորի հետ ասես պատվիրել եք ասեմ հա պատվիրել են կովի ոտ եք պատվիրել հա կովի ոտ ենք պատվիրել երկար ժամանակ անցնում մեկ էլ լույսը հանգում է դարպասներ էին դուրը իրար մեծ դարպասներ ու ջահերով մարդիկ 14 սենց են ծիլեգաներով մտնում են դահլիճ եւ ամեն մեկի վրա մի հատ կովի ոտ հասկանում ես մենք ինքներս այս ինչա տեղի ունենում էլի ինչ շոու է դու ու պատկերացրա մեր ուղեկցող բայց հա այդ հյուրընկալողի որը պետք է հաշիվ փակի ասում ես ինչա ասում չգիտեմ դու ասեցիր կովի ոտ մենք 14 հատ կովի ոտ ասում ես ասեցի մի հատ կովի ոտ ես ինչ եք արել դունս քանդեցիք ես 2 ամիս աշխատավարձս տալու եմ այս հաշիվը փակելու այդպես Արտյոմ Երկանյանը զգուշացեք պատվիրելիս այո քանդեց Գերմանիայի Բունդեստագի ու արդյունքում Գերմանիան կես տարով ավելի ուշ միավորվեց այդ տարի մեր պատճառով եւս մեկ շատ ծիծաղելի պատմություն կա որին ես ներկա չեմ եղել բայց լսել եմ երբ որ դու շատ արագ քայլերով փորձել ես հասնել նախագահական կորտեժին այդ պատմությունը խնդրում եմ պատմի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովներ 60 երկրների առաջին դեմքեր ու տեղի ունենում այն Ռումինիայի կենտկոմի հայտնի շենքում, որը Եվրասիայի ամենախոշոր վարչական շենքն է, որը անծայրածիր է, ահավոր մեծ է։ Շատ գեղեցիկ։ Ու ես կորցնում եմ հայկական պատվիրակությանը, իսկ կես ժամից պետք է արդեն օդանավակայան ունենք, թռնում ենք։ Ու չեմ գտնում։ Մեկը ասեց կարծեմ 8-րդ հարկում են։ Բարձրանում եմ 8-րդ հարկ, այդ միջանցքը անվերջ է, էլի ոնց որ Երևանից Գյումրի, ասենց վազում եմ, որ հասնեմ ով է այնտեղ, տեսնեմ շուտ միջանցքի ամենավերջում մարդիկ են, շատ արագ վազում եմ, թեքվում եմ այդ միջանցքի հետ, էլի շարունակում եմ վազել, տեսնում եմ ինչ մարդիկ են ու այդ պահին դուռը դիմացից բացվում է ու դռնից դուրս է գալիս Ջորջ Բուշը, կրտսերը։ Ու այդ պահին ես զորով եմ ինձ զսպում ու զգում եմ համարյա թե ուսով կպնում եմ իրա ուսին։ Պապիկդ Մայկովսկուն դու Ջորջ Բուշին։ Ես էլ Ջորջ Բուշ։ Հասնում են իրա թիկնապահները մեջկով ինձ հրել դեպի պատը, Ջորջ Բուշը մտնում է անմիջապես իրան մտցնում են ներս ու ես մենակ հասնում եմ տեսնել
հիշում ես Թուրքմենստանի նախագահն է Բերդի Մուխամեդովը, ներկայիս նախագահի հայրը։ Այսինքն տեսնում եմ վախեցած աչքերով Գուրբանբուլի Բերդի Մուխամեդով։ Այսինքն թարթում է, պարզ դարձավ, որ իրենք միասին են Բուշի հետ դուրս եկել։ Երբ թիկնապահները հասկացան, որ ես ահաբեկիչ չեմ, ասացին գնա մենակ շուտ ու մոռացի ինչ ես տեսել, փախա։ Անցնում է մի քանի սերիա ունի այս պատմությունը, էլի։ Մի քանի օր Սպիտակ տանը մամլո ասուլիսի ժամանակ մամլո խոսնակին հարց է տալիս լրագրողը։ Մեր ունեցած չստուգված տեղեկությունների համաձայն չհաստատված Բուխարեստի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում մեր նախագահը գաղտնի հանդիպում է ունեցել Թուրքմենստանի տոտալիտար առաջնորդ Բերդի Մուխամեդովի հետ։ Կարող եք հաստատել կամ հերքել այդ լուրը։ Ու մամլո խոսնակը ասում է, ես հերքում եմ այդ տեղեկությունը, քանի որ Միացյալ Նահանգները չունեն հարաբերություններ այդ տոտալիտար երկրի հետ, նման բան չէր կարող լինել։ Ու ես հասկանում եմ, որ եթե ես հիմա սկսեմ խոսել, իսկ արժևում նախագահական ընտրություններ են, ես կարող եմ ազդել, այնել ոնց ազդել, կանխորոշել նախագահի մոլորակի թիվ 1 գերտերության նախագահական ընտրությունների արդյունքները, հասկանում եք։ Եթե ես լինեի ամերիկացի լրագրող, ես երևի կխոսեի, բայց քանի որ ես հայ լրագրող եմ, բայց ինչն է հետաքրքիր։ Այդպես անցավ, երևի այնուամենայնիվ իրանց վերլուծական կենտրոններում մտածեցին ու եղամ հիշեցին, որ ինչ որ մի հայ լրագրող տեսել էր։ Եթե հանգարց այդ ձեն պատկերացնում ես ավելի վատ, անցավ մի քանի օր եւ Սպիտակ տունը տարածեց հաղորդագրություն, որ չէ, իրականում եղել է հանդիպում, բայց նես չի որ դա բանակցություններ են, ոտքի վրա հանդիպեցին իրար, բանտեց Այսինքն ես այնուամենայնիվ ազդեցություն ունեցա այդ process-ի մեծ պոլիտիկայի վրա։ Բայց այս պատմությունը էլի շարունակություն ունի գոր։ Ուրեմն մամայիս պատմում է այս պատմությունը։ Մամաս անգլերեն բնականա չի խոսում, չի հասկանում։ Պատմում ասեմ, ման պատկերացնում ես, եկա ուրեմն համարյա ուսով կպա բրթեցի, խփեցի համարյա Ջորջ Բուշին, պատկերացնում ես, ասում է, հա դե ինչ կա որ, դե ուսով խփեցիր, ասեիր ներեցեք պարոն նախագահ, անցնեիր առաջ, անգլերեն ո՞նց է ներեցեք։ Ասում եմ կատակով, ասում եմ fuck you։ Ասում է դե ասեիր պարոն նախագահ, fuck you գնայիր առաջ։ Կներեք այդ բառը եթերում ասում են, թե չէ, ֆիլմերում ասում են, բայց հաղորդումներում չգիտեմ։ Ես պատկերացնում եմ ինչ կլիներ, եթե ես ասեի։ Իսկ այլ ուրիշ Հայաստանի Հանրապետության նախագահի ետևից երբևիցե չես վազել։ Չեմ վազել, բայց մի պատմություն եղել է։ Ես գնում էի Մարաքեշ Փարիզով, հատուկ ինձ հրավիրել էին մի կոնֆերանսի եւ Փարիզում նենց էի տոմսը վերցրել, որ 10 ժամ լինեի Փարիզում ու ես քնած էի մնացել, հոգնել էի Փարիզում ու Լուվրի կողքը նստել էի մի քիչ հանգստանամ ու արթնացել էի, երբ արդեն չվերթից կես ժամ էր մնացել, բնականա չէի հասցնի։ Իսկ քանի որ Մարաքեշում ինձ պետք է օրապահիկ տային, փող տային, բան, ես հետս շատ փող չէի վերցրել ու հասկանում եմ, որ վերջ ես Մարաքեշ չեմ հասնում։ Մտածում ինչ անեմ, ումից փող ուզեմ, առաջին անգամ էի Փարիզում ու հիշեցի, որ այդ օրը Փարիզում է Հայաստանի նախագահը իր ողջ պատվիրակությամբ։ Ասացի, ահա, լավ, կգտնեմ որտեղը, որ հյուրանոցում են, գնամ, չգիտեմ, նախագահի մամլո խոսնակից կամ իրան ուղեկցող նախարարներից կամ պատվիրակության անդամներից կամ լրագրողներից մեկից պարտով փող կուզեմ։ Հիմա մտածում եմ, այ դա մտածելով քաղաքի կենտրոնով քայլում եմ, սենատի մոտով եմ քայլում, մտածում եմ ումից փող ուզեմ, այս նախարարին ճանաչում, իր նախարարի օգնականին անհարմար է, չէ՞ լավ գտնեմ ժուրնալիստները, որ պահիրանացում են, իրանցից պարտքով քող։ Ու այդ պահին տեսնում եմ, որ սենատի դարպասները բաց են ու շատ դանդաղ սենատ են մտնում կորտեժ հայկական դրոշով մեքենայի վրա ու ապակին այդքան տանիրովկան շատ չէր ու տեսնում եմ այսենց հեռավորության վրա Հայաստանի նախագահին ու ինձանից անկախ սենց եմ ու տեսնում եմ նախագահի դեմքը պատուհանի հակառակ, որը այդտեղ խելարել ես տաքսիստ եմ քեզ ինչ եմ ինձանից անկախ հետո իհարկե ձգվեցի վայ կներեք ես ինչ եմ հիմա քանի որ այս պատմությունն էլ շարունակություն ունի տարիներ անց ես պատմում եմ նախագահի օգնականներից մեկին այդ պատմությունը ասում է ոնց ասում ես հիշում եմ ասում մտանք սենատ նախագահը դուրս եկավ ասեց իսկ այդ Երկանյանին պատժելա պետք ասում ինչ Երկանյան ասում դե Շանթի լրագրողը քիչ է որ պատվիրակությունից հետ է անգել հետո մի բան էլ ինձ տաքսիստի պես կանգնացնում է Շանթի լրագրողին դու ճանաչում ես նախագահան քեզ դե երևի քանի նախագահից ես հարցազրույց վերցրել
Ոչ միայն հայ։ Եվ նախկին։ Գիտես, հայ երկու նախագահներից, իսկ տարբեր երկրների ղեկավարներից հիմնականում ես հարցազրույց եմ վերցրել կամ դեռ երբ նրանք ղեկավար չէին, կամ երբ արդեն լիազորությունները ավարտվել էր։ Այդպես դե Էդուարդ Շևարդնաձեից եմ վերցրել հարցազրույց, երբ արդեն նախագահ չէր, Ֆրանսուଆ Օլանից, երբ դեռ մի քանի ամիս կար մինչև նախագահական ընտրություն, դեռ նախագահ չէր, Բիձինա Իվանիշվիլին դեռ վարչապետ չէր, բայց 2 շաբաթ հետո դարձավ վարչապետ, եւ Էմիլ Լահուդը Լիբանանի նախագահը, ով իդեպ մեր հայրենակիցն է, Կարաբաժակյան, հա, իր հետ 2 անգամ եմ հարցազրույց արել, երբ արդեն նախագահ չէր։ Հետաքրքիր բոլոր մեկ հարցազրույցները մեկը մեկից հետաքրքիր է։ Իրենց հետ ինչ որ զվարճալի դեպքեր, նվերներ միգուցե զվարճալի չէ, բայց ուշագրավ Շևարդնաձեն իհարկե նախ ինձ համար անսպասելի էր, որ երբ Ստալինի մասին ինչ որ հարց տվեցի, զայրացավ ինչու է Ստալինին վատ վերաբերվում, ինչ վատ բան է արել, ես չէի սպասում, որ Շևարդնաձեն, բայց մի հետաքրքիր բան էր, ես հարցրեցի, բատոն Էդուարդ, եթե ձեզ պետք է ինչ որ բան անել, որպեսզի նախագահ Սաակաշվիլին իմանա, թե դուք ինչ կարծիք ունեք այս կամ այն թեմայի շուրջ վերաբերյալ, դուք հնարավորություն ունեք իրեն այդ ինֆորմացիան տեղ հասցնելու։ Ուրեմն այդ ողջ հարցազրույցի ընթացքում սենյակում ներկա էր իր անվտանգության ծառայության ղեկավարը, մի այսպես հաղթանդամ տղամարդ, որը այսպես ապակի աչքերով որևէ էմոցիա չարտացալող, այսպես պարզապես քարացած կանգնած էր։ Շևարդնաձեն փոքրիկ պաուզայից հետո ասաց. «Вот видите это, ребята. В свое время я их сам лично в КГБ принимал. Вот они ему все докладывают». Այսինքն նախագահը գիտեր, որ իր անվտանգության ծառայության ղեկավարը գործող իշխանության գործակալն էր։ Իմիջայլոց իր ծառայության անվտանգության ծառայության պետը երկար տարիներ եղել է ազգությամբ հայ, որը որ փրկել էր իրեն։ Ես իր հետ հարցրել ես դա։ Վայ, մի րոպե, անունին չէ, կներես, Լևոն չէր։ Գարիկ Սիմոնյան։ Գարիկ Սիմոնյանը ես շատ լավ ծանոթ եմ, ինքը ինձ պատմել է այդ պատմությունը, թե ոնց է ինքը փրկել նախագահ Սաակաշվիլին Շևարդնաձեին։ Չէ, ինքը գիտես, ինքը քանի որ գայիշնիկ էր, թե ուզում ասել։ Հետո գայի գնդապետի պաշտոն ստացավ եւ այդ կորտեժ ուղեկցող կորտեժի ղեկավարն էր։ Ուղեկցող, այսինքն ոչ թե։ Բայց հա, իդեպ երբ ես գնում էի Շևարդնաձեի հարցազրույցի, դրանից առաջ հենց Գարիկի հետ ծանոթացա։ Ասեց բատոնո Էդուարդոին փոխանցելի որ Գարիկը իրան բեղ բարևում է, էլի, հա, դե բնական է Շևարդնաձեն հիշեց Գարիկին, ասեց բարևի։ Ինչ պատմություն կա կապված ինչ որ փողկապի հետ, որ ստացել ես նվեր փողկապ։ Իմ մի լավ ընկերը կատակաս էր շատ։ Ինձ մի փողկապ էր նվիրել, որը բավական սոլիդ փողկապ էր արտաքինից, գիտես, բավական թանկ, բայց մի գաղտնիք ուներ, հակառակ կողմից, երբ բացում էիր, դες կատակ կար։ Ինքը պորնոգրաֆիկ բնույթի պատկեր էր այդպեսի, հա, կատակ էր այդպեսի։ Այո, պորնոգրաֆիկ կատակ։ Այո։ Նո պատկեր այդպես, բայց շատ գրեգ, շատ։ Ուղիղ եթերի ժամանակ, երբ գովազդի ընդմիջումա, ես հաղորդավարի հետ նույն պավիլիոնում, երբ ես զգում եմ, որ արդեն մնացել է 1.5 վայրկյան եթերից, հաղորդավարին ասում եմ. «Հələ նայի»։ Բացում եմ փողկապ։ Ու այդ բայնիկը մտնում է ուղիղ եթեր։ Երևի այդ պատմությունը հա նկատի ունեի։ Այդ ով է քեզ այդ սա պատմել։ Ուրեմն դու էլ գործակալներ ունես Շանթի լրատվականում, հա։ Այո։ Արտյոմ, դու նաև հանդիպում ես տարբեր երկրներում շատ հայտնի հայերի հետ եւ հիանալի շարք ունես, որը հույսով եմ կշարունակվի, հայտնի հայեր։ Նախ արի հասկանանք ինչի համար էր դա քեզ պետք, որպես հայ, որպես մարդ, որպես լրագրող, եւ ով էր ամենահետաքրքիր այդ մարդկանցից ում հանդիպել ես, արի եռյակ ասենք։ Ոյ, դժվար բան ես ասում, այդ հարցը ինձ շատ հաճախ են տալիս ու միշտ այդքան դժվար է ինձ պատասխանել։ Դե մեկին հիշատակեցի օրինակ Էմիլ Լահուդը ինձ համար բացահայտում էր եւ ես կարծեմ միակ հայ լրագրողն էի, ով Էմիլ Լահուդ Կարաբաժակյանի հետ հարցազրույց եմ արել
իսկապես դա կարծեմ աշխարհում միակ հայն է, ով այլ երկրում երկրի ղեկավար է եղել, հա։ Նու եթե նկատի ունենանք Բյուզանդիայի ավելի քան 20 կայսրերին, ովքեր նույնպես հայկական ծագում են ունեցել։ Դե բանին, հա, Սահակաշվիլի հայկական ծագման մասին չենք խոսելու, դա կարևոր չի այս դեպքում, քանի որ դա հակառակ էֆեկտ է երբեմն տալիս։ Շատ հետաքրքիր էր բանը Միշել Լեգրանը։ Ավովեզյանն էր շատ հետաքրքիր զրուցակից։ Սիգարների արքան։ Այո։ Եվ մարդ, որ մի երգ է գրել, որ աշխարհահռչակ երգ է։ Եթե չգիտեք, որ երգի մասին է խոսքը, Google-եք, ամոթ է։ Մի պատմություն պատմեմ, որը կատակ չի, բայց հետաքրքիր է։ Ուրեմն Լոս Անջելեսում պետք է հանդիպեի Էմիլ Գազազի հետ, հայտնի մեր քանդակագործ, եւ դե ինքը մի քիչ տես տարօրինակ մարդ է, ինչպես եւ բոլոր արվեստի մարդիկ, հա, նորմալ է դա։ Այո, արվեստագետ ինչ որ բաներ պետք է ներել, բայց իսկապես շատ արժանի անձնավորություն, բայց ինձ զգուշացրել են, որ կարող է սկզբից ինչ որ տարօրինակ թվան ինչ որ բաներ։ Պայմանավորված ժամին ես գալիս եմ, ուրեմն դուռը ծեծում եմ, բացում է, ցարս նայում է, հա Ես քեզ գիտեմ։ Ասում ուրախ եմ։ Ասում դու հայ ես։ Ասում դե ուրեմն սկսեցին այդ տարօրինակությունները, էլի։ Ասում լավ, դե որ ասում եք հայ չեմ, ինչ ասեմ։ Ասում բա ինչ չես հարցնում ինչի հայ չեմ։ Ասում վարպետ, ինչի հայ չեմ։ Ասում այ տղա, մենք քո հետ որ ժամին ենք պայմանավորվել հանդիպել։ Ասում ժամը 4-ին։ Բա ինչի 4-ին գալիս, այ տղա։ Ասեցինք 4-ին, ոչ ասեցինք 4-ին, չէ՞։ Դուք գերմանացի։ Ացո գերմանացի չես այդ։ Ես չեմ սիրում ուշանալ դրա համար։ Շատ բարի։ Արտյոմ, եւս մեկ շատ կարեւոր բան քո կյանքում վավերագրական ֆիլմեր, որոնք որ դու նորից նկարել ես, իմ ամենասիրվածը Երուսաղեմի հետ է կապված, որտեվ անգամ շատ բան իմանալով, շատ բան կարդալով, անդադ ինչ որ բաներ ինձ այնտեղից քաղել են ինձ համար։ Խնդրում եմ պատմես, թե ինչքան ժամանակ եք պահանջում ֆիլմին պատրաստվելու համար, ինչպես ես դա անում եւ այդ ինֆորմացիան որտեղից, որտեվ դա ոչ Վիկիպեդիա է, ոչ ընթերթերն են, որոնք որ բոլորին հասանելի են, այ դրա մասին ինչ պատմում։ Բարձիր քո գաղտնիքները։ Երուսաղեմը այն վայրն է, ուր ինձ անհասկանալի ձևով ձգում է։ 5 անգամ եղել եմ, բայց եթե ինձ գիշերը արթնացնեն, ասեն որտեղ կուզենայիր այս պահին լինեի, կասեմ Երուսաղեմ։ Երուսաղեմի, ընդ որում ես շատ հավատացյալ մարդ չեմ, աստվածավախ եմ, աստվածապաշտ եմ, բայց հավատացյալ այտենց շատ չեմ, բայց այնտեղ կա մի անհավանական անհավատալու էներգետիկա, որը ինձ վրա ազդում է։ Մանավանդ հայկական թաղամասը, որի միջոցով այդ իմ ֆիլմերի իմաստը է դեր։ Եթե աշխարհում կա մի վայր, որը օտարին ներկայացնելով դու կարող ես բացատրես թե ով ենք մենք, դա Երուսաղեմի հայկական թաղամասն է։ Դա Երուսաղեմում հայկական ներկայությունն է ու 16 դարի պատմություն ունեցող ժառանգությունն է։ Ես 2 վավերագրական ֆիլմ եմ նկարահանել Երուսաղեմի մասին։ Առաջինը փաստորեն ինքնուրույն մենակ այդ ֆիլմի տիտրերում մի ժամ 20 րոպեանից վավերագրական ֆիլմ էր։ Այդ ֆիլմի տիտրերում 2 ազգանուն կար։ Հեղինակ եւ մոնտաժող, որովհետեւ ես համ պրոդյուսերն էի, համ սցենարի հեղինակն էի, համ ռեժիսորն էի, համ օպերատորն էի, բայց իմ երազանքն էր Երուսաղեմի հայկական ներկայության ու ժառանգության մասին ֆիլմ նկարահանելը։ Ու քանի որ առիթ եղավ Երուսաղեմը լինելու, ես պարզապես չէի ների ինձ, եթե այդ առիթը չօգտագործեի։ Երկրորդ ֆիլմը արդեն պրոֆեսիոնալ ձևով նկարված ֆիլմ էր, իրան արդեն ես պատրաստվում էի, բավական երկար, երկուսն էլ հնչեղություն ունեցան, բայց ցավոք դրանցից ոչ մեկը ռեսուրս չունեցա օտար լեզվով թարգմանելու եւ ներկայացնելու։ Կարծում եմ դա կլիներ շատ ավելի օգտակար։ Արտյոմ, տես ասում ես, որ դա երազանք էր, դա չի, բայց դա երազանք հազարավոր մարդիկ կամ միլիոնավոր մարդիկ ունեն, բայց ոչ բոլորն են հասնում։ Իմ երազանքների մեծ մասը իրականացել է։ Եվ ինչպես։ Այ քիչ առաջ Deep Purple էին նվագում հրաշալի մեր երաժիշտները։ Ես 3 կուրք եմ ունեցել երաժշտության, 3-ի հետ էլ համաշխարհային երաժշտության, հայկական երաժշտության եւ ռուսական երաժշտության 3-ի հետ էլ օղի խմելու առիթ ու հնարավորություն եմ ունեցել։ Յան Գիլանի հետ, Շարլ Ազնավոր, Շարլ Ազնավորի հետ օղի չեմ խմել, Անդրեյ Մակարևիչի հետ եւ Արթուր Մեսչյանի հետ։
Հա, իմիջիալոց Արտուր Մեշյանի այն քիչերից էս, որ շփում է ունեցել այդ մարդու հետ մոտիկ բավականին։ Չէ, ինքը հարցազրույցներ չի սիրում տալ։ Ինքը փակ մարդ է բավականին հարցազրույցներ եւ այն ինչպեսին է Արտուր Մեշյանը։ Իսկական։ Իմ համար էլ է միշտ ինքը այնքան իսկական է, որ մարդիկ չեն հավատում, որ ինքը իսկական է։ Ինքը իսկական է։ Եվ մենք այդպիսի մարդկանց դեֆիցիտ ունենք ցավոք սրտի։ Իր խոսքի պակասը ունենք, իր արվեստի պակասը ունենք, շատ կուզեմ, որ ինքը շարունակի ստեղծագործել ոչ միայն մատիտը ձեռքին, թեև որքան հասկանում եմ մատիտը ձեռքերին էլ վերջերս քիչ է ստեղծագործում, այլ նաև գիտարը ձեռքին։ Իդեպ Գիլանի մասին պատմություն հիշեցի։ Ուրեմն Գիլանին հերթական անգամ հայկական իր այցերից ժամանակ մեկի ժամանակ Գյումրի ճանապարհին մտանք խուլ գյուղերից մեկը, բնական պատրաստություն, բան։ Գիլանը շատ է սիրում մրգային օղի։ Երևի այդ գյուղապետը գիտեր, ուրեմն սեղանակցել հրաշալի հոնի օղի է հյուրասիրում, Գիլանը խմում, օ, fantastic։ Հիմա այս գյուղապետը ասում, սպասի պետք է ասեմ Գիլան ջան։ Ուրեմն այս օղին ասում հերս է քաշել։ Հերս մահից առաջ ասել է. երբ Գիլանը գա մեր գեղը, այս ուրեմն ծիծաղից եթե չէ, երբ Այսինքն հայրը մեռնելուց առաջ համոզված էր Գիլանը գալու է մեր գեղը, այս շիշը հաստուկ որ Գիլանը այս հիմա կողքից մեկ ասուտը ասում է, այս արաղը ասում է, մեր հարևան Վալոդնա քաշում, ասում է ով էլ մեր գեղը չի գալիս, բոլորին ասում է հերս ասել է երբ ինքը գա մեր գեղը, այս Հա, բայց Գիլանի համար դա հրաշալի եւ մեծ պատմություն է։ Մուշո Գարուկյանը հայտնվեց մեր տաղավարում, շատ հաճելի հայտնի դիզայներ, նկարիչ, մարդ, որի հետ Արտյոմը աշխատել է առասպելական, լեգենդար Բրավո թերթում։ Բրավո ամսագրում 32 տարի առաջ։ Կահա այդքան կրնի էլի։ Իսկապես, Բրավոն այն քիչ ամսագրերից էր, որ բան էր, էլի, այսպես մակուրոթի ֆորտիչկա էր բացում։ Այո, կեղտոտոթի։ Այո, արևմտյան ինչ։ Այո, այն ինչ որ չկար, եկավ։ Հայաստանում ամենամեծ տպականակը ուներ այդ ժամանակին, այո։ Դե հա, այն մութ ու ցուրտ տարիներին նույնիսկ։ Եվ էլի Բրյուսովի նման Բրավոյով անցել են տասնյակ։ Կներես Պարզաբանը Բրավո մեգազին, Բրավո թերթը դա ուրիշ էր, Բրավո մեգազին ամսագիրը, որում մենք եղավ մեգազինը, ուշեղի հետ աշխատել ենք, դա ուրիշ էր։ Բայց էլի Բրավո մեգազինով եւ Բրավո թերթով էլի տասնյակ հայտնի այսօր կայացած մարդիկ են անցել։ Շատ ու շատ։ Լավ, խնդրում եմ մեկը քո գործընկերը, որը ուղիղ եթերում վարում է, ակադեմիկոս Մկրտչյանը, շատ տաղանդավոր նկարիչ ու հետաքրքիր անձնավորություն։ Տես ես տաղանդավոր չէի, դրա համար Բրավոյում երբեք չեմ աշխատել։ Ի տարբերություն ձեզ։ Հիմա խնդրում եմ պատմեք, թե ինչպես առաջին անգամ հանդիպեցիք։ Ես հիշում եմ, որ անընդհատ մեր Բրավոյում կային գլխավոր խմբագիրներ, որոնք դեռ չգիտեին ինչ է նշանակում գլխավոր խմբագիր լինել ու հայտնվեց Արտյոմը։ Ու մենք բոլորս չգիտեմ, բայց ես շատ պատասխանատվությամբ սկսեցի վերաբերվել, որովհետև զգացի, որ դիմացս կանգնած է շատ լուրջ մարդ։ Իսկ լուրջ մարդիկ Բրավոյում չկային համարյա։ Սկսած դիմայից վերջացրած ինձնով։ Առաջի լուրջ մարդը, որ հայտնվեց Բրավոյում, երևի Արտյոմն էր, հա, ու այդպես սկսվեց մեր ընկերությունը, մեր այդ լույսը անջատում էին մետրոյից Լևիգից բերել բան, ինչ որ այս sense անի հյուրանոցում էր մեր խմբագրությունը, հա։ Չէ, երբ ես այդ արդեն մամուլի շենքում էի։ Հա, հետո գնացինք մամուլի շենք, բայց դու եղել ես բանում անի։ Ես հյուր էի գալիս, բայց ես խմբագիր դարձա, երբ արդեն հա, մամուլի շենքում ընդեղ էլ էր, բայց նույն բանը, էլի Լևիգից բան, sense ինչ-որ բաներ էր ու ես հիշում եմ, որ նոր որ ասցիք ամենամեծ տպականակովն էր, այդ մեծացախ վաճառող պապիկ տատիկները վերևի հարգից մինչև լիֆտով դեպի ներքև ու դեպի մամուլի շենքի դռան դուրսը հերթ էր կանգնած, որ գային վերցին, որ կապոցներով տանեն, դրսերում փողոցներում վաճառեին, հա։ Արտյոմի գալուց հետո թերթը աղագին լրջացավ, ավելի լուրջ բնույթ սկսեց գրել։ Տպականակը հենց այդ վաճառող տպականակը իջավ, որովհետև լուրջ թերթ սկսեց դառնալ։ Ու այդ ես հիշում եմ մի զավեշտալի դեպք, եթե կարող պատմեմ։ Իհարկե, դրա համար հետ կապված։ Այդ եղավ, բայց հետո, երբ որ Բրավոն արդեն մի 20 տարի չկար,
Էսա քիշես։ Երևի 13 թիվն էր։ Մենք այնտեղ շատ մի ընտանիքի պես էինք։ Այդտեղից երկու մեր աշխատակից Տիգրանը Եղյան ու Դիանան Հովանեսյան ամուսնացան ու գնացին Ամերիկա։ Նրանց ստացվեց, որ 20 տարի հետո հետ եկան ու ինձ զանգում է Տիգրանը, թե բաց տեղ եմ, Հայաստանում եմ, ոնց անենք, մի հատ տեսնենք իրար, դե ասի էլի մարդիկ լինոր, ասում եմ մենակ քեզ հələ չէի զանգել, բոլորին զանգել եմ, երեկոյան հանդիպում ենք Կարապի լճի մոտ սրճարաններից մեկում։ Մի խոսքով, ասես, ասի իսկ ով ենք, ասես դե Կարեն Աղազարյան, Սաշնա, Դիմանա, ես եմ, Դիանանա, Տյոմնա, ասես, ասի, օքեյ, ասես կախեցի, ու ասում եմ, яра, Տյոմն ով է, ասված չոր, Տյոմ ով է, ասես, ամբողջ օրը ես, ասես, այն որ պրինցիպի հարց է, էլի սկզբունքորեն ես պետք է հիշեմ, չեմ զանգելու Տիգրանին, ասեմ, Տյոմ ով է, Արա հիշում եմ սաղին, հերթով, անուններով, դոսիեով, Տյոմ, արա, Տյոմ ով է։ Երկանյան էին ասում, էլի։ Դրա համար չէ։ Հիմա եկել ենք, լավ, ասի լավ, մինչև իրիկուն տանջվել եմ։ Ոչ եմ չհիշեցի, ասի լավ, հանգստացի, հա, գնա, կտեսնես ով է, կհիշես, էլի։ Եկանք, նստեցինք, գալիս Արտյոմն է գալի, բան, նստում ենք, բան, ասում տիկ, բա Տյոմը ուր է։ Սաղով, սենց ինձ հիմարի տեղ դրին, սենց նայում են Արտյոմին, այնքան ինքը իմ մոտ Տյոմ եզրույթով չէր ասոցացված, որ ես չէի կարող հասկանալ, որ ես Արտյոմի մասին, ասում եմ, ախ Արտյոմ, դասեք Արտյոմ, ասում Տյոմս ո՞րն, Տյոմ ես մտածում եմ մեր Սաշի նման մեկն է, էլի եմ որ 06 բան բանտաժները լենցրած ավտո Հետո այդ օրը հիշում ես առավոտը 5-ին մենք վերջացրեցինք Սաշենց տանը խմելով։ Ու այդ օրը ես ուզում էի մեքենայով տուն գնայի խմա։ Տյոմը ասես դու չես քշելու ավտոն։ Արտյոմը ասես չես քշելու։ Ասի լավ էլի։ Տյոմը ասել քշելու ես։ Արտյոմը ասես դու չես քշելու։ Հետո չեմ հիշում ոնց եղավ, որ իջավ համարներս քանդեց ավտոյի հանեց, որ ես չգնամ ու այդ համարներով մենք մի հատ նկարում 90-ական թե 80-ականներ անգամ հիշում ես դու մի հետաքրքիր կուսակցություն կար, որը որ քաղաքական չի, բայց շատ լուրջ կուսակցություն է եւ տարբեր երկրներում կան եւ դու հայկական այդ կուսակցության ակունքներում էիր։ Դե այդ ժամանակ երբ կուսակցություններ կային, որոնք արգելված էին կուսակցություն, այդպես պարակտում կար ու բևեռացում։ Գարեջրասերերի Մենք որոշել էինք ստեղծել մի, այսինքն գաղափար, որի շուրջ կմիավորվեն բոլոր, էլի, որ այսինքն բացառվում է, էլի, որ գոնե դրա շուրջ հո կմիավորվեն։ Քանի որ քաղաքական, հա, աշխարհում հիմնականում տղամարդիկ են, հա, ակտիվ։ Մտածում ենք, լավ, ի՞նչն է, որ բոլոր տղամարդիկ սիրում են։ Հասկացանք, որ գարեջուրը։ Ու ստեղծեցինք, հիմնեցինք գարեջրի սիրահարների համահայկական կուսակցություն։ Ես Արմեն Խոստիկյանը ու Արմեն Վատյանը, կինոդրամատուրգ, երեքով կուսակցության համանախագահներն էինք, ունեինք քաղբյուրո, ունեինք կենտրոնական կոմիտե, ունեինք պաշտոնաթերթ, որը կոչվում էր Գամբրինուս, երկու համար լույս ա տեսել որպես Bravo Magazine թերթի բան։ Ես շատ լավ հիշում եմ դա։ Բան ունեինք ապրելսկի տեզիսի Լենինի պես։ Կոնցեպցիա ունեինք Ղարաբաղյան խնդրի լուծման այն ժամանակ։ Ամբողջը կատակի ձևը, բայց ինչն էր կարևոր, որ այդ քաղբյուրոն սկզբունքը այն էր, որ բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է մեկական անդամ այնտեղ լիազորեին, որ ինքը այնտեղ լիներ։ Կատակ էր, բայց ամենայն լրջությամբ հաշտվում էին այդ մարդիկ։ Դաշնակցությունը ու ՀՀՇ-ն միակ տեղն էր, որտեղ համաձայնվել էին երկուսով լինեին։ Իրանք ասել են գրի։ Չեմ հիշում ում, բայց մի հոգու դաշնակցությունը ասեց մեզնից մեկին գրի, անուն ասեցին, մեկին ՀՀՇ-ն ասեց գրի։ Ու հա, դրա կարգախոսն էր հայեր տարբեր քաղաքական հայացքների գարեջրի գավաթի շուրջ միացեք։ Ցավոք երկար չգործեց այդ կուսակցությունը։ Ես չեմ հիշում երևի թե դու ես նկարել։ Բանը ունեինք զինանշան, ունեինք բան գիմ Ինձ թվում է որ կարելի է վերակենդանացնել, որովհետև հիմա էլ է ակտուալ ցավոք։ Իհարկե, գարեջրի շուրջ բոլորը հաշտվում են։ Այսօր մեզ դա չէր խանգարի հետ։ Այո։ Մտածենք մուշ։ Մեծ հաճույքով։ Մուշան միանում ես։ Ես էլ որպես նոր անդամ կարող եմ դառնալ կուսակցության անդամ։ Արմեն Խոստիկյանը մեզ չի ինքը հաստատ։ Վատյան Արմենը հոգա ու կգա։ Վատյան Արմենը մեծ հաճույքով։ գարեջուր կարծում եմ իջև հիմա էլ կսիրի։ Բոլորը են սիրում գարեջուր։
լոգոն պետք է մի քիչ ավելի դարձնես արդիական։ Ես նույնիսկ չեմ հիշում այդ լոգոն, բայց ինձ թվում է Արտյոմը ցույց Ես կտա։ ունեմ տանը պաշտոնաթերթ Գամբրինուսը։ Այ դա որ գտնես։ Կայֆեր են վաղտվա խուլիգանությունը, բայց այդ էր մեր խուլիգանությունը։ Բայց քանի որ մեր մեջից ամենա պրավիլդին Արտյոմն ա եղել միշտ մեզ մի հատ հավաքող մարդ էր պետք ու ինքը դա շատ լավ անում էր։ Իսկ ինչ պատմություններ կա Արտյոմի հետ էլ կապված, որ Ես այդ մեկն եմ հիշում, մեկ էլ մի օր հիշում եմ, որ Արտյոմին ջղայնացած համարյա ոչ մեկ չէր տեսել, բայց ես այդ օրը տեսա, չեմ հիշում ինչ էր եղել, այդ որ ասում էի թերթը լրջանալու process-ում էր, մի օր ես տեսա ոնց է Արտյոմը ջղայնացել, ինչ որ մի տառասխալի պատճառով, որը տպագրվել էր, ընդ որում հայերեն համարներ։ Արտյոմ Վյարստի Ստրաշն։ Ես տես բան չէի տեսել, լուրջ եմ ասում, ու նոր եկած մարդա, մենք արդեն քանի տարիս բոլորս իրար հետ ենք, սաղին շշի պատին շարել էր ու այդ տառասխալի հետքով էր գնում, թե որտեղից է եկել։ Հետո չգիտեմ հասավ թե չէ, բայց առաջի անգամ Արտյոմին դու հանգիստ ես տառասխալներն դու կապ։ Ես շատ հանգիստ եմ։ Արտյոմ դու ինչ կարող ես հիշել այդ բրավոյի ժամանակ։ Ինչը տվեք ես դա։ Հիշում եմ, որ մեզ տարօրինակ ձևով հաջողվում էր համատեղել հաճելին օգտակարի հետ, այսինքն գործը չէր տուժում, բայց մենք նաև եւ զվարճանալու ժամանակ ու հնարավորություն էինք գտնում եւ գինի էինք խմում այգեշատը այդ ժամանակ 100 դրամ արժեր։ Այգեշատը ամենաէժան գինի, այո։ Ամենաէժան գինին էր եւ գործից հետո հավաքարարը այդ գինին երբ հավաքում էր դատարկ շշերը ինձ թվում է իր աշխատավարձի չափ բոնուս ուներ այդ գինիները հանձնելու շնորհիվ։ Ինչքան շատ դուք խմում եք, այդքան իր գործը լավ է։ Հիշում ես այդ գինու լավը գիտես ինչն էր ամենալավը, որ իր համար շտոպր պետք չէ։ Այո, ինքը ֆոլգայից էր, այ սենց էր բան էր մետաղական։ Այո, բայց խմող գինի։ Խմող էր, հիմա էլ կխմեի։ Արտյոմ, լսի, մի պատմություն, որ անպայման ուզում եմ որ այստեղ նշենք, նաև քանի որ նախ երկու անձնավորություն է հին ինտելիգենտ Երևանյան ընտանիքներից են, պարոն Գարուկյանը, Մուշոյի հայրն է շատ հայտնի նկարիչ, եւ Արտյոմ ես ուզում եմ որ դու անպայման պատմես քո պապիկի եղբոր մասին, որը որ Նեմեզիսում էր։ Եվ որ դուք ինչքան ուշ եք դա իմացել, դա շատ կարևոր պատմություն է, զվարճալի չի բացարձակ, բայց շատ կարևոր պատմություն է։ Դե բնական է որ ընտանիքում թաքցնում էին որ Արամ Երկանյանը մեզ հարազատ է։ Դուք անգամ չգիտեք որ Արամ Երկանյանը բարեկամ էր։ Հայրս չգիտեր։ Պապան չգիտեր։ Ես եմ հորս պատմել։ Ահա։ Եվ հետո նոր բացահայտել եմ։ Բայց լավ, մտքով չի անց այդ մարդուն, Նեմեզիս մարդկան կարծեք Արամ Երկանյան, Թիվլիս եւ այլն։ Դու պատկերացրա ինչ հետևանքներ դա կարող էր ունենալ։ Բայց ազգանունով գոնե չեն մտածել թե։ Դե կարող էինք կռահել երևի, բայց չգիտեմ, չէր խոսվում ընտանիքում։ Այդքան բիծ ինչքան պապիս վրա կար ու այն իմաստով որ ինչը կարող էր իրեն գուլագում, հա, այն պապիկին, որը որ հարվածել է Մայկովսկին։ Եվ եթե եւս մեկը ավելանար, իդեմս դաշնակցական եղբոր, հա։ Հարազատ եղբոր։ Չէ, հորաքրոջ տղաներին։ Եթե եւս մի այդպիսի դաշնակցական եղբայր ունենալ այդպիսի բիծ հայտնվեր, ինքը արդեն հաստատ չէր խուսափի գուլագից։ Թեև Միկոյանի հետ ոնց հասկանում եմ համադասարանցիներ են եղել Ներսեսյան ճենմարանում Թբիլիսի, չեմ կարծում որ դա իրան օգնած լինի։ Իսկ դու ոնց իմացար որ բարեկամ է։ Սկսեցի վրպտել ազգանունը, ինձ սկսեց, հա, լրագրողական կռահեցի որ կարող ենք ազգական լինել եւ հայտնաբերեցինք այդ կապը, բացվեց որ բավական մոտիկ հարազատներ են։ Եւ papayin որ ասացին ինչպիսին էր նրա ռեակցիան։ Դե սկսեց արդեն համադրել ինչ որ փաստեր իրար հետ ու հասկանալ որ հա իսկապես երբ գնում էր Վանաձոր ինչ որ հարազատների հետ էր հանդիպում, որոնց մասին չէր պատմում, իսկ Վանաձորցի հարազատները դա հենց Արամի հարազատներն էին ավելի մոտիկ, հա, ինչ որ արդեն մեկը մյուսին կպնում էր։ Կապույտ արյունը տենց է լինում։ Այո, իսկապես բացահայտումները արվում են եւ նրանք երբեմն մեզ ցավոք սրտի ուշ են հասնում, բայց ավելի լավ է ուշ թե հիմա ամենայնիվ ձեր երեխաները գիտեն որ դա այդպես է։ Երեկոն շանթում հերոստաշոուի հովանավորն է L-Drive Holding-ը։ Եթե մտածում եք էլեկտրոմոբիլ գնելու մասին կամ փնտրում եք վստահելի սերվիս եւ օրիգինալ ավտոպահեստամասեր, L-Drive Holding-ը առաջարկում է ամբողջական եւ համակարգային լուծումներ մեկ վայրում։ Փորձ, պատասխանատվություն եւ նորագույն տեխնոլոգիաներ։ L-Drive Holding-ի շնորհիվ ձեր ընտրությունը կլինի վստահ եւ ժամանակակից։ Հայ Գևորգյանցն է հայտնվում մեր տաղավարում, ռեժիսոր,
Եվ ամենակարևորը, կարևոր չէ ռեժիսոր, ամենակարևորը Արտյոմ Երկանյանի համադասարանցին։ Ինչքան փոքրիկ է երկիրը, ինչքան փոքր է քաղաքը։ Շատ։ Առաջի դասարանց եք իրար հետ սովորել։ Այո։ Մինչև վերջ։ Չէ, ասի։ Այ եթե անկեղծլենի կասի։ Ինչի։ Մինչև մենք այդ ժամանակ 10 տարի էինք սովորում, 9.5 տարի ենք սովորել, ուղղակի վերջի կես տարին տենց ստացվեց ինձ դպրոցից Շատ խելոք բայելու համար։ Վահե ջան, ինչ եք ամաչում, ինձ 10-րդ դասում 7 անգամ հեռացել են դպրոցից, 7 Չէ, ինձ մի օֆիցիալ։ անգամ են հեռացել ու նենց ընդմիշտ։ Ու վերջ։ Հա։ Ինչ եք հիշում Արտյոմից։ Ինչպիսին էր փոքրիկ Արտյոմ Երկանյանը։ Ահա, բա որ հիմա խայտարակի։ Ոչինչ, բայց դա Բայց ես էլ իրան խայտարակել Այո, բանում այո։ եմ կներես։ Ինքը հենց եկավ արդեն ինքը իրան խայտարակել։ Այ, բարդ ինչպիսին էր Արտյոմը եւ հիշում եք ձեր առաջին տպավորությունը։ Առաջին տպավորությունը հիշում եմ, ինքը կանգնած էր ծաղիկներով, Ահա։ մազերը սենց Գիտլերի նման։ Դու էլ յոժիկ էիր այդ ժամանակ։ Ես էլ յոժիկ էի, հա։ Ինչ գնաց այդ մազերից։ Իդեպ ասեմ, երևի մենք հենց առաջի դասարանից ընկերություն ենք արել։ Դե ժամանակ հələ փոքր ենք, ընկերություն տենց հասկացողություն մի քիչ ուրիշ է, 6-7 տարի ինքը 6, ես 7, ինքը ինձ մի տարի ջահել է։ Այն ժամանակ փոքր, իսկ հիմա ջահել։ Հələ համեմատի։ Տարբերություն կա, չէ։ Մազ։ Այդ ժամանակ տենց մեծ ընկերություն չէր ելնում, բայց համենայնդեպս մենք միշտ ընկերություն էինք անում 10 տարի 9.5 լավ կներես 9.5 տարի նստել ենք կամ իրար կողք կամ ինքը իմ հետևը ես բան այսպես համարյա 10 տարի նույն սեղանի շուրջ Խնդրում եմ պատմեք այն պատմությունը, որ դուք դասարանցիներով մի անգամ հավաքվել եք ինչպես միշտ եւ ինչպես միշտ խմել եք Եվ տղաները որոշել են, որ Արտյոմը չպետք է գնար եթեր։ Իսկ Արտյոմը պետք է գնար եթեր։ Այդ պատմությունը պատմում։ Դա նոր տարվա շեմին, դա այն պատմությունը չի։ Նոր տարվա շեմին էր, այնտեղ երևի ինչ որ նշում էին թե ինչ որ, ասեց շամպայնը լցրեք, լուլ հարբած ենք։ Շամպայնը լցրեք, ասին Արտյոմ ջան, ախր դու հիմա եթեր ես դուս գալի մնացել է 30 վայրկյան։ Կամ լցնում եք, կամ ես եթեր չեմ դուրս գալիս։ Սեմ շամպանսկա խայտարակելու ինչ աս։ Շամպայնը լցրեցին, մենք կողքից նա մեզ թույլ էին տվել, իմ մեքենայով էին, այդ ժամանակի մոտ 06 էր, ես էլ էի խմած, բայց մի ձևի այդ 06-ի մեջ, ոբշին հասանք TV, շամպանսկին լցրեցին, մենք ստենց մտածեցինք, ասենք վերջ, եթերը փակվեց։ Դուս եկավ Արտյոմը, ստենց լրջացավ, միանգամից դարավ հաղորդավար, հոյակապ վարեց, հոյակապ ամեն ինչը կարդաց, ամեն ինչը նորմալ։ Արեստավար ժմնում արեստավար։ Հենց եթեր ասին, всё։ Ոնց կարա մարդը տենց։ Դեմոններ վերադարձան։ Հիմա մյուս պատմությունը Ես պատմեմ։ որ Գորն էլ տենց իր կարիերայում դեպքեր ունեցել, հա։ Ունեցել եմ, այո։ Արեստավար մարդիկ միշտ տենց են, եթե պետքա դառնում են Կարողանում են հավաքել ինչ որ գաղափարի շուրջ։ Դիմանորն է։ Այն պատմությունը մենք նոր տարուց թե առաջ էր թե հենց նոր տարուց հետո ես չեմ հիշում առաջի երկու օրն են մենք մեծ կամպանիայով մեր կանանց հետ մեր ընկերոջան էլի 10 ընկերոջ տանը որ Ամերիկայից է եկել այս մի քանի օրով է եկել նոր տարու բան վերջը հավաքվել ենք այնտեղ բոլոր խմել Ասեց այն ինձ չի կարելի։ Կմտածեն ալկոգոլիկ ենք հիմա բոլորս։ Դե բոլոր հաճելի պատմությունները, այո, ակունքում ալկոհոլը կա։ Հա, տենց բան։ Դա առողջ տեղամարտիկ ենք։ հա, դա այդքան բաց չի։ Թո, այո։ Ասեց ես գնում եմ եթերի։ Մենք էլ ասացինք մենք քեզ թողնողը չենք։ Արա ինչ եթեր, արա ինչ բան։ Որոշ ասեց ձեռ եք առնում, ուղիղ եթերա բան։ Չէ, մենք քեզ թողնողը չենք։ Ու չենք թողնում։ Դրան դեմը կանգնել ենք տղեկով ասում վերջ մեկ էլ մեր ընկերը ասեց մականունը Էնֆոյա ինքը Էնֆեջանա այդպես մանկուց էլի 10 ընկերը ասել ենք Էնֆո բարև Կոմասինա ասեց այ այնտեղ իմ անուն ինձ կբարևես նոր կթող խոսք ես տալի ոնց հա խոսք եմ տալու ու հիմա պատկերացրեք մենք խմած վիճակում չգիտես ինչու նստած ենք բոլորով այսենց հերոստացվեցի արծեր 7 հոգով նստած ենք այսենց նայում ենք
Ինչերա խոսում Արտյոմը։ Բան չենք հասկանում, որովհետև ինքը ինչ որ խելացի բաներ անդե խոսում, մենք հարբած ենք, մեզ դա այդ բացարձակ չի հետաքրքրում, որովհետև մենք լցնում ու սենց նայում ենք, ինքը խոսեց, հետո սենց աչքերը բարձրացրեց, info privet։ Չէ, privet չասես։ Ու շարունակեց։ Բարերի արանքում ասացի info անցա առաջ։ Չէ։ Երկանյան ջան։ Դու չգիտեմ, բայց նայողը մենք ենք։ Ավելի բարձր լսվել կա։ Դու դեռ չես եղել։ Մենք ենք եղել, մենք ենք։ Ոնց ասես։ Մենք իրար հետ շատ ենք ճամփորդել, որովհետև ֆիլմեր ունենք նկարած միասին, հետո այդ ֆիլմերի շուրջ շատ ենք գնացել եկել ստեղ այնտեղ։ Մարդիկ, որոնք ճանաչում են եթերից ճանաչում են Արտյոմ Երկանյանին, իրանց թվում է, որ ինքը ամբողջ օրը 24 ժամ ինքը խոսում է միայն քաղաքականությունից, հայ-թուրքական հարաբերություններից եւ այլն։ Եվ որ իրան դա շատ հաճելի է։ Դրա համար երբ որ ինքը նստած է կաֆեում, ռեստորանում, եթե իրան ճանաչում են, իրան մոտենում են, իսկ իրան ճանաչում են, իրան մոտենում են ու սկսում են խոսել այդ թեմաներով։ Երևի կարծելով, որ դա իր առօրյա։ իր առօրյան։ Բանկա որ հաղորդավարը մարդ չի, ինքը։ Իրանք չեն պատկերացնում, որ մենք գնացել էինք ուրեմն Սևծով, այնտեղ մի հատ ֆիլմ էինք անում, բայց մի 2 օր ժամանակ ունեինք ազատ, մինչև նկարանումները, գնացել էինք Սևծով, մենք շորտերով, ամառ, օգոստոս ամիս, շոկ, մենք ուրեմն մայթ անցանք, ճանապարհ անցանք, տենանք այդ բոլոր օբյեկտների տերերը, բոլոր աշխատողները, բոլոր խորոված սարքողները, բոլոր մատուցողները բոլորը գյումրեցի են։ Էնել Գյումրեցի, որ Շանթը Գյումրիում այն ժամանակ հիմա չգիտեմ, բայց այն ժամանակ կուրք էր Շանթ հեռուստաընկերությունը։ Բոլորը գիտեն։ Ու մենք մտանք այդ ռեստորանների շարք։ Ընդամենը գարեջուր էինք ուզում խմենք։ Ոայ, պարոն Երկանյան ջան, բարև ձեզ։ Ես կանգնած եմ կողքը, անցավ մոտ մի ժամ։ Անդեղից վազում են, վայ կլինի ձեզ հետ նկարվենք, վայ դուք ծարավ, գարեջուր, ինչ ծարավ, ինչ գարեջուր, շարժվել չես կարող։ Սա կողքդ մարդիկ են ու մեջտեղը Արտյոմ Երկանյան։ Շորտերով։ Եվ մեզ միացավ Լևոն Արտյոմիչը։ Բարև ձեզ Լևոն Արտյոմիչ։ Ինչպիսի հայրիկ է Արտյոմ Երկանյանը։ Հետաքրքիր, շատ։ Հետաքրքիր հայրիկ է։ Դե պատմի։ Հայրիկին ավելի շատ հեռուստացույցով եմ տեսնում, քան տանը հիմնականում։ Սուտ ես ասում, հեռուստացույց չես նայում դու ընդհանրապես։ Բայց գիտի որ լավ տեսնիկ է։ Իսկապես երբ ես հասկացել որ հայրիկը հեռուստաաստղ է կամ ճանաչելի անձնավորություն։ Երբ ես դա զգացել։ Երբ որ փոքր ժամանակ փողոցում քայլում ենք իր հետ ու իրան անդադ մարդիկ են մոտենում, հարցնում են՝ «Բարև ձեզ, ո՞նց եք»։ Ու որ մոտենում են հարցում են, ինձ թվում է դա ծանոթ մարդ է, papan էլ հետո 10 րոպե խոսում է, որ հարցնում է ձեր ընտանիքը, հա, ձեր մայրը, հա։ Ու անցնում գնում ենք ու շատ է տենց եղել, անցնում գնում ենք, պապ ասում եմ, իսկ էս ով էր, ոնց էր ճանաչում։ Ես մի բան պատմեմ գոր, քանի որ իսկապես սովոր են որ փողոցում հաճախ մոտենում են, խնդրում են լուսանկարվել, բան, դե միշտ ձգտում եմ չմերժել, այսինքն է ժպտում, հարցնում իսկ դուք ոնց։ Սովոր եմ։ Այն 1000-ից մեկ ընտանիքով ինչ որ տեղ են գնում։ Հա, ես էի ուզում պատմել։ Դե դու պատմի, լավն է։ Ուրեմն papan մի քիչ ուրիշ կողմից է, լավ կողմից է ուզում ներկայացնի, բայց ես ամբողջ պատմությունը ասեմ, հա։ Papan իրա շատ նեղացած էր այդ օրը։ Իմ համերգից sense ամենամեծ համերգն էր իմ համար, բոլորը ստրեսված էին։ Էլի, ասեմ որ դա օգտակար կլինի այս պատմության ընթացքում։ Բոլորը ստրեսված էին, ամբողջ ընտանիքը իմ հետ, որովհետև ես գնում գալիս էի, դա փորձում էի սպոնսոր ճարեի ու չէր ստացվում, համերգը վերջացավ, հաջորդ օրն է, ամբողջ ընտանիքը իմ վրա նեղացած է, որովհետև ես տանը չեմ լինում, իրանց հետ նորմալ չեմ խոսում, վատ դեպքեր են եղել, բայց պայմանավորվել ենք, որ պիտի գնանք կինո նայենք, ամբողջ ընտանիքով։
դուրս ենք եկել, ոչ մեկի հետ չի խոսում, մենք իրարից հեռու քայլում ենք, ու ինչպես միշտ Երկանյանները։ Պապային մոտենում են մարդիկ, ասում ոնց եք, պարոն Երկանյան, բան, ու կանգնած ենք անցումի մոտ, ես քայլելուց նկատում եմ, ասենց խմբերի սև մայկաներով, խմբերի ինչ-որ լոգոներով երեխեք են, տենց 16-17 տարեկան, ասում եմ, ես երեխեքին տեսել եմ հաստատ տեսել եմ, կանգնում ենք սվետաֆորի մոտ, սպասում ենք, ոչ մեկ չի խոսում, ու ինձ հետևից մոտենում են, կներեք, կարելի է ձեր հետ նկարվել։ Ես գիտեմ թե ինձ են ասում, ես պատմում ասում, համեցեք։ Այ, շատ լավ։ Ասում եմ, ահա իհարկե, բան գրկում են, նկարվում են, ու պապան միշտ սենց դեմքով էր այդ ամբողջ օրը։ Գրկվեցի նկարվեցի։ Դու մի ասա Իրանից են ավտոգրաֆ ուզում։ Լավ չի, չէ։ Չէ, հակառակը շփոթան է ուրախացել, չես պատմում։ Հա, ես նայում եմ ու իրա սենց մամրոդը դեմքս ես նայում եմ, ինքը տակից շփտում է։ Չէ, որ նեղացած էր, հետո շփացիր։ Այդ հայտնի տենց գովազդային հոլովակ կար, հիշում ես, որ Մեսին Այո։ Պելեին ա Այո, տեսնում։ այո։ Ուզում եմ մոտենամ այդ ժամանակ մեկը մոտենում է, Իրան։ վայ կարելի է մի հատ Մեսին ու ձյադ ջան մի հատ կնկարես էլի։ Ձյադ ջան մի հատ մեզ նկարի էլի սենց։ Այդ դեպքներ էլի։ Վերջին անգամ երբ ես ջղայնացա եւ ինչի համար։ Չեմ հիշում։ Ես Լևոն, դու հիշում ես վերջին անգամ երբ ջղայնացա։ Հա, պատմի, խնդրեմ։ Այդ օրը գիրք չեմ կարդացել։ Այդ Կարացած կարալի։ բոլորը կարդացել են։ հուսով եմ։ Չգիտեմ։ Իսկ ինքը քո բոլոր երգերը գիտի։ Քվիտ։ Բայց դու դու որ այս մարդու գործերի մեջ չես խառնում, չես ուզում քո գործերի մեջ խառնվի։ Չեմ ուզում, թող իր գործը անի, ես երջանիկ կլինեմ, քանի որ տեսնում եմ ինքնադրսևորվելու իր ճանապարհը գտել է, ու լավ էլ անում է իր գործը։ Ես իմ պատկերացումը ունեի իհարկե իր ապագայի մասին։ Ինչ էր ուզում դառնալ Ես Լևոնը։ իհարկե գիտեմ, որ երաժշտի գործը հեշտ գործ չի, կարիերան դժվար է։ Իհարկե չի ուզենա դժվար ճանապարհ որտուսամ։ Սեր Պոլը միլիարդատեր է, ասեմ իմանաս։ Դե Աստված տա, որ ինքը կրկին։ Ու երաշտությունով այդ գումարները վաստակ է։ Լևոն, ինչ էր ուզում որ papan դառնաս դու։ Դու ինքը ինչ էր ուզում որ դու դառնաս։ Ոյ, իրականում papan ու ընտանիքը բավականին տենց առողջ ողջունել էին չեմ ես անում։ Չէ, հիմա օքեյ է, բայց ինչ են փոքր օրինակ ուզում էին բժիշկ դառնալ, Ուզում էին իրավաբան։ բան, ինժեներ, տենց միջև վերջին պահը ուզում էին ես պոլիտեխնիկ կամ, հա։ Այլ Դե վատ եթե ճարտարապետ դառնար իր նախապապի գործը շարունակեր, ես Այո։ երջանիկ կլինեի։ Ինքը զուտ ինքն էր ուզում շարունակել, ինձ այդ չկարողացավ։ Այդ ինձ ես բոլոր ես էլ էի։ կոմպլեքսները կոտրում են երեխաների մոտ վրա։ ստացվեց։ Ես կիմիզնի չստացվեց, տղաս համոզա։ Հիմա գնում է Ես գնում է իր այդ մեջ ինձ եմ տեսնում, որովհետև ես էլ իր տարիքում տարված էի ռոքով, ես շատ կուզեի իմանալ շատ լավ այդպես հիշում նվագել եմ։ ոնց ինքը։ Այդ իմաստով հա ես իսկապես նայում եմ ու տեսնում եմ ես եմ։ Հա, Ինչ մեր մոտ չստացվեց։ Լևոնը ունի անակնկալ քեզ համար։ Քանի որ դու նվագել չգիտես կամ Ապա, լավ չես նվագում, հիմա ըստ էության Լևոնը քեզ համար կնվագի եւ մեզ համար բոլորիս։ Փորձենք բոլորովս երգենք այս երգը։ Ես մոտավորապես հասկացա, Այո, որ այո, երկի իհարկե։ մասնախոս Գնացինք։ Գնացինք։ Вот море молодых колышет супербасы. Мне 300 лет, я выпал из тьмы. Они торчат по рейвы, чем-то пудрят носы. Они не такие, как мы. Я не горю желанием лезть в чужой монастырь. Я видел эту жизнь без прикрас. Не стоит прогибаться под изменчивый мир. Пусть лучше он прогнется под нас. Однажды он прогнется под нас. Месту наду. Один мой друг, он стоил двух, он ждать не привык. Был каждый день последним из дней. Он пробовал на прочность этот миг каждый миг. Мир оказался прочней. Ну что же, спи спокойно, позабытый кумир. Ты брал свои вершины не раз. Не стоит прогибаться под изменчивый мир. Пусть лучше он прогнется под нас. Однажды он прогнется под нас. Другой держался русла и течение ловил подальше от крутых берегов.
Он был как все и плыл как все, и вот он приплыл. Ни дома, ни друзей, ни врагов. И жизнь его похожа на фруктовый кефир. Видал я и такое не раз. Не стоит прогибаться под изменчивый мир. Пусть лучше он прогнется под нас. Однажды он прогнется под нас. Пусть старая джинса давно затерта до дыр. Пускай хрипит задобленный бас. Не стоит прогибаться под изменчивый мир. Пусть лучше он прогнется под нас. Однажды он прогнется под нас. Однажды он Прогнется под нас. Այսպիսին էր Արտյոմ Երկանյանի երեկոն շանթում։ Սիրեք եւ հավատացեք ձեր երեխաներին, որտեվ նրանք ամեն ինչ կանեն ձեզանից եւ մեզանից էլ ավելի լավ, քան մենք կամ դուք։ Գնացինք։